ամեն ինչ տարած չի կարող լինել, որովհետև տարազը ունի հատուկ կրիտերիաներ։ Ընդհանրապես մենք չունենք տարազ, որի վրա կլինի հայկական այբուբենը։ Եթե մենք մշակույթը տալիս ենք, նվիրում ենք ինչ որ մեկին, այլևս այդ մշակույթը հետ վերադառնալ չի կարող։ Նույն ԱԲԳ տարբերակով կտորները Վրաստանում տպագրվում են վրացական տառերով, նույն դիզայնով։ Ով քնից ելնում է թռչնատառերով ինչ որ հագուստ է պատրաստում։ 20 թվից հետո այդ խաչի գաղափարը բոլորը հասկացան թե ինչն էր։ Հայկական տարազահամալիրում ընդհանրապես էսթետիկան մղվում է երկրորդ պլան։ Երբ որ օգտագործում եք ու շարունակում եք օգտագործել այդ կտորները, մեկ օրում նվիրատվություն եք անում ձեր թշնամուն։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր խոսելու ենք ազգային արժեքների պահպանման, մասնավորապես զարդանախշերի մասին։ Մեր հյուրն է ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանը։ Բարև ձեզ, Վահե։ Ողջույն։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսօր շուկայում մենք անընդհատ տեսնում ենք թուրքական արտադրության գործվածքներ, կտորներ, որոնք ներկայացվում են իբրև հայկական։ Ձեր կարծիքով այս երևույթը ինչ վտանգների կարող է հանգեցնել։ Այս թեմայի շուրջ բազմիցս խոսել եմ եւ այն պայքարը, որ սկսվել է այդ կտորների դեմ, հենց այնպես չի սկսվել, որովհետեւ դրա վտանգը մեծ է իրականում։ Երբ որ դու հասկանում ես, թե ինչ մասշտաբների է հասնում եւ ինչ ձևով են կարողացել ազդել այդ կտորների քաղաքականությամբ ներքին դաշտի վրա, ահռելի քանակով է եւ այն ժամանակահատվածը, որ այդպես սուս-փուս դրվել գնացել է, ոչ մեկ ուշադրություն չի դարձրել դրան, այդ ընթացքում իրենք հաղթել են, որովհետեւ տեսեք, երբ որ ի սկզբանե այդ գաղափարը եղել է, իրենք շատ հաճախ դրել են մարդկանց մեջ մի իմիտացիոն խոսք, որ դա հայկական տարազ է։ Իրականում հայկական տարազ ասելը այդ կտորին նախ ամենաառաջին սխալն է այս դեպքում, քանի որ տարազ հասկացողությունը այլ կոնցեպտ է։ Ամեն ինչ տարազ չի կարող լինել, որովհետև տարազը ունի հատուկ կրիտերիաներ, որոնք որ պետք է ենթարկվի դրան դառնալու համար տարազ կամ տարածաշրջանային որևիցե հագուստ։ Հայկական տարազը դա մի քանի կտորատեսակների համադրություն է, հայկական ասեղնագործության եւ համալիր զարդարվեստի հետ միասին։ Այսինքն մենք այնտեղ տեսնում ենք մեկ կտոր, որի վրա կա զարդանախշեր եւ այլ ինչքան աղավաղված զարդանախշեր, հետեւաբար դա տարած դնել չի կարող։ Եթե դուք բաճկոն կամ շրջազգեստ եք կարում այդ կտորից, հետեւաբար դուք չեք կարող դրան անվանել տարազ, որովհետեւ մեկ կտորից տարազ չի լինում։ Եվ ընդհանրապես մենք չունենք տարազ, որի վրա կլինի հայկական այբուբենը կամ կլինի նուռ, ինչ որ հենց թեորետիկ բաներ ա դրվում այդտեղ, Արարատը, չկա նման տարազ։ Գոյություն ունեն կոնցեպտներ, որոնք որ չեն կիրառվում տարազային համալիրներում։ Թվարկվածները, որոնց մասին ես խոսեցի, դրանք ներկայացվում են հիմնականում այնպես, որ հոգեբանական ներազդեցություն ունենան մարդու վրա։ Ակնհայտ է մենք չենք զգում դրա մասին, որովհետև մենք դրա կրողներն ենք։ Արարատը մեզ համար սուրբ է, նուռը մեզ համար թանկ սիմվոլիկ խորհրդանիշ է։ Հետաբար մենք այդ գաղափարից ելնելով հասկանում ենք, որ մենք չենք զգում դա, եթե մասնագետ չենք, եթե մենք չենք անդրադառնում այդ հարցին։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, ինչու է հենց արված դա։ Ինչպես են ազդում ընդհանրապես հոգեբանության ներազդման ձևով, որովհետև ամենալավ տարբերակը, որ կարելի է ազդել այս դեպքում, դա հոգեբանական ներազդեցությունն է, եւ իրենք ընտրում են թիրախային սիմվոլիկաներ, որոնք մենք նայում ենք առաջինը տեսնում ենք դա, հետո տեսնում ենք շրջակա զարդանախշերը։ Իրականում այս կտորների մեջ հայկական զարդանախշեր են, որոնք վերցված են ուրեմն տարբեր գորգերից, կարպետներից, չգիտեմ, ճարտարապետական այլ ոճի քանդակներից, հետեւաբար իրենք հայկական են ծագմամբ։ Բայց երբ փոխում են դրա գունային կոմպոզիցիան լուծումները, իրենք չեն կարող այլևս լինել հայկական, որովհետև էթնիկ դաշտը չի պայմանավորվում միայն զարդանախշի եզրագծային հատվածը, այլ նաև պայմանավորվում է գույնը, կոմպոզիցիան եւ մնացյալը համատեղ տարբերակով։ Ամենապարզունակ օրինակն եմ բերում, եթե ես Վահեն եմ, ինձ բոլորը ճանաչում են արտաքինով, ապա նաև ինձ ճանաչում են որպես իմ հոգեվիճակով եւ ներքին ներաշխարհով, մարդ տեսակը։ Բայց եթե ինձանից դուրս են հանում իմ հոգեվիճակը, ներաշխարհը եւ մարդ տեսակը, ես կաղապարով, այո, Վահե եմ արտաքինից, բայց եթե ինձ հետ խոսեք, կհասկանաք, որ ես այլևս Վահե չեմ։ Այդ կտորի դեպքում այդպես է, արտաքինը հիշեցնում է կաղապարային եզրանախշային տարբերակով, որ դա հայկական է, բայց իրականում իր մեջ հոգի չկա, դուրս է հանված այնտեղից։
Ինչի կարող է հանգեցնել սա։ Սա բերում է չեզոք էթնիկ համակարգի։ Այսինքն որևէ մեկին չի պատկանում այդ էթնիկ համակարգը եւ ստեղծում է մի էթնիկ համակարգ, որը էթնիկ ընդհանրություն եւ յուրահատկություն չունեցող մի ազգ ձևավորում է իր համար նոր մշակույթ։ Այսինքն թշնամի Ադրբեջանի մասն է խոսքը, Թուրքիայի եւ մնացյալ այն պետությունների, որոնք որ պանթուրքիզմի ծրագրով ուզում են գնալ առաջ։ Շուշին երբ որ գրավեցին, անցավ 1 կամ 2 ամիս, իրենք արեցին ազգային խոհանոցի փառատոն Շուշիում։ Եվ առաջին անգամ, երբ որ ես պատկերները տեսա, աբսուրդ էր ուղղակի դա տեսնելը, դրված էր ազգային խոհանոցի ճաշատեսակներ, իհարկե Արցախյան շրջանի էր մեծամասնությունը, որտեղ իրենք գիտեն ինչպես աշխատել, ինչպես տեղին եւ ժամանակին աշխատել, որտեղ ունեն ռեսուրս մեծ, տրամադրվում է այդ ռեսուրսը եւ պետության կողմից քաջալերվում է մշակութային նման հարթակների բարձրաձայնումը, տարածումը եւ ամբողջ աշխարհին չեղած իրենց մշակույթը, ստեղծած նորաձև դարձած իրենց մշակույթը ցույց տալ մարդկությանը, որ դա եղել է իրականում։ Այնինչ դրանք վերցվում են հայկական մշակույթից, որովհետև հեշտ է, երբ որ դու մտնում ես մի պտղատու այգի եւ այնտեղ պտուղները հասած քեզ է սպասում, որ դու իրեն ուտես։ Իրենց դեպքում այդպես է։ Իրենք մտնում են Արցախ, իրենք մտնում են Հայաստան, պատրաստի դարավոր պտուղներ եղած արդեն հողում, վերցնում են ամեն ինչ։ Իսկ եթե դու ծառից ոչ թե պտուղն ես քաղում ուտում ուղակի ճաշակելու այդ քաղցրությունը, ինչպես մշակույթից կարող ես օգտվել, հագուստը կրել, այլ երկրի մշակույթի եւ այլնի, այլ դու կտրում ես այդ պտղատու ծառը արմատից, ինչպես իրենք են անում մշակույթի հետ, հետաբար հողը վերադարձելի երևույթ է, հա, Գալշանն էր ասում այս խոսքը, ասում էր, որ հողը անվերադարձ չէ, մարդկային կորուստն է անվերադարձ, որովհետեւ եթե մարդը մահանում է, վերջ, չկա նրան վերադարձ։ Մշակույթը եւս անվերադառնալի երևույթ է, որովհետև եթե մենք մշակույթը տալիս ենք, նվիրում ենք ինչ-որ մեկին, այլևս այդ մշակույթը հետ վերադառնալ չի կարող, որովհետև ընթացքում ինքը ձևախեղվում է, ձևափոխվում է, ինչպես այս կտորները, իրենք ձևափոխվել են եւ չեզոք էթնիկ մշակութային դաշտ ստեղծելով, հիմա ամբողջ աշխարհին եթե հարցնեք այսում ապատկանը, ոչ մեկ չի ասի, որ դա հայկական կտորներ են։ Գիտեք ինչի, որովհետև այդ նույն ԱԲԳ տարբերակով կտորները Վրաստանում տպագրվում են վրացական տառերով, նույն դիզայնով։ Հիմա եկեք հասկանանք դա վրացական է թե հայկական, թե ադրբեջանական։ Գիտեն իրենք ինչ են անում։ Ուզբեկները եւս ունեն այդ կտորը, Դաղստանում եւս կա այդ կտորը։ Աշխարհի բոլոր ցանկացած կետերում կա, որովհետև գոյություն ունեն համամարտկային զարդանախշեր, որոնք եզրագծայինով բավական նման են, բայց գունային դաշտն է պայմանավորում եւ կոմպոզիցիան է պայմանավորում դրա էթնիկ ծագումը։ Եթե գունային որոշակի փոփոխություն են կատարում, հասարակ մի բան, օրինակ եթե մուգ կանաչը, խոտի կանաչը, որը բնորոշ է հայկական գունամտածողությանը, փոխում ենք եւ դարձնում ենք օրինակ ժողովրդի լեզվով ասած են սալատվի կանաչին, հա, բաց կանաչ, որը դեղնավունի երանգ ունի, հայկական իրականության մեջ նման գույն չենք գտնում մենք։ Ոչ գորգում, ոչ տարազում, չկա նման բան։ Բայց այդ նույն եզրանախշի մեջ այդ գույնը դնելով մենք ստանում ենք մեքսիկա-հնդկացիական զարդանախշ։ Պարզ եւ հասարակ, այսինքն եթե դուք չեք տիրապետում գունամտածողությանը, քավլիցի կան մասնագետներ, ում կարելի է մի բերան հարցնել, որ կներեք սա կարելի է անել թե ոչ։ Ոչ թե անել, հետո ասել վայ, չգիտեի, բան։ Լավ է սկզբից կանխորոշել եւ դեմը առնել, հա, քան հետո անել ու փոշմանել ձեր արածի համար, որտեվ դա ձեր անձնական ամբիցիաների բավարարման համար չի արվում։ Դա մշակույթի պահպանության կարևորագույն խնդիրն է, որ բոլորը պետք է դրան լցված լինեն եւ հասկանան ու գիտակցեն, որ մշակույթը դա ուղղակի դիզայն չէ եւ բիզնես չէ, որ ամեն մեկը կարող է անել։ Հիմա ճիշտ ասած թռչնատառերի վրա է այդ իրենց բանը, մտքի թռիչքները սլացկը ուղղվել, ով քնից ելնում է թռչնատառերով ինչ որ հագուստ է պատրաստում։ Ես ուրախ եմ, որ իրենք անում են հայկականի մեջ, բայց գիտեք, հայկականի մեջ անելը չի նշանակում ամեն ինչի վրա ինչ որ բան տպել, հագցնել։ Դա պետք է լինի մտածված, դա պետք է լինի գաղափարական ճիշտ հանգամանքներով։ Ի վերջո կրթություն պետք է ստացած լինես, որովհետև հա ես հասկանում եմ, որ գումարը քաղցր բան է, ոչ մեկն էլ գումարից չի հրաժարվում եւ նյութական ապահովությունը լավ բան է, բայց պետք է հասկանաս դու ինչ ես անում։ Եթե դու անում ես դա քո տան համար, ինչ ուզում ես արա, բայց եթե դու անում ես դա քո
ընտանիքի, որը քո պետությունն է, քո երկիրն է, հետաբար դու իրավունք չունես քո ընտանիքին դնելու վտանգի տակ։ Նշեցիք սիմվոլիկաները, Արարատը, Նուռը եւ այլն, բայց այստեղ կարծես թե ակնհայտ ինչ-որ մեսիջներ են, բայց կան նաեւ թաքնված, չէ, ինչ-որ հաղորդագրություններ, այ դրանց մասին ինչ կասեք, որ առաջին հայացքից միգուցե չերևա, բայց այնտեղ շատ խորը միտք կա դրված։ Արցախյան պատերազմից առաջ 20 թվականի պատերազմի մասն է խոսքը, ես մի նյութ էի տեղադրել, Գոքնոցի վրա պատկերված էր Դեդո Բաբոյի արձանը, մենք ենք մեր սարեր, այսպես ասեմ, քանդակի, որի տատիկը պատկերված էր, բայց պապիկը չկար, դրա փոխարեն դրված էր խաչ։ Երբ որ ես գրառում արել էի, որ այդ խաչը լավ բանի չի տանելու եւ հենց այնպես չի դրված որպես քրիստոնեության նշան, շատերը թերահավատորեն էին մոտենում այդ փաստին, որ ինչ կա խաչա բան եւ այլն, մեր քրիստոնեությունն է։ Ես հասկանում եմ, որ քրիստոնեությունը այո, խաչի սիմվոլիկայով բոլորին է հայտնի, բայց եկեք հասկանանք ինչու արական սեռի վրա է դրված։ Եվ հայկական իրականության մեջ արդյոք խաչը միայն որպես փրկagorցական նշան է, հա, դրվում, եկեղեցիներից բացի օգտագործում են նաև այն գերեզմանոցում որպես հոգու խաղաղության, Քրիստոսի երկրորդ գալստի, երկրորդ կյանք ստանալու նման խնդիրներ կա, չէ, իրականում, եւ սա նաև թուրքերի կողմից իհարկե մեզ շատ սիրելուց չի, որ խաչ են դնում, եւ իրենք քրիստոնեության հետ պատկերացրեք ինչքան ատելություն ունեն քրիստոնեության հանդեպ, հետաբար այդ խաչը դրել էին արական սեռի վրա։ 1915 թվականի ծրագիրը ինչ էր։ Արական սեռի բնաջնջում, սերնդաճի կանգնեցումն էր, այդ նույնը շարունակվում էր նաև բոլոր պատերազմների ժամանակ։ Եվ 20 թվականից հետո այդ խաչի գաղափարը բոլորը հասկացան, թե ինչն էր։ Ցավոք իհարկե, որովհետև այդքան զոհերը, իհարկե նրանց մեջ կանայք եւ աղջիկներ էլ կային, բայց հարաբերակցությամբ եթե մենք նայում ենք, տղաների քանակը զոհված, տղաների քանակը այս դեպքում ավելի շատ է։ Եվ հենց այնպես չէր, որ արական սեռի վրա խաչ էր դրված։ Այսինքն գերեզմանի այո, դա դրված էր ներքին գաղափարախոսական եւ հոգեբանական ներազդեցության միջոցով։ Մենք միգուցե թերահավատորեն մոտենանք այս փաստին, ոնց կարա դա ազդի եւ այլն, մարդիկ ձեզ հուշում են, տալիս են սիմվոլներ նախքան դեպքերը։ Այսինքն իրենք չեն անում դա դեպքից հետո, որովհետեւ իրենց պետք չի դա։ Ամեն ինչին պետք է մոտենալ ուղակի զգույշ, պետք է մոտենալ մտածելով, հասկանալ ինչ է ուզում քեզ ասել։ Այսինքն վերջիվերջո ներքին զգացում կա, որը ինձ միշտ գոնե չի խաբում։ Շատ լավ, նախորդ խոսքում խոսեցիք կանաչ գույնից, որոնք են հայկական բուն, հա, հայկական գույները, որոնցով կարող ենք բնորոշել տարազը։ Ուրեմն հայկական գունամտածողության հիմնական բնորոշ գունային բազա գոյություն ունի, որոնք որ շատ են օգտագործվել հայկական կարպետներում, գորգերում, հայկական մշակույթում, տարազում, հա, եւ դրանք ունեն իրենց յուրահատուկ գունային երանգը։ Ինչու՞, որովհետեւ դրանք ստացվում էին բնական ներկերից, եւ այդ բնական ներկերից ստացվում էր որոշակի երանգներ։ Հետևաբար հետո քիմիական ներկերի ի հայտ գալը շատ հարցերի լուծում տվեց, որովհետև այդ հարցերը բերեցին նրան, որ ստացվեց նոր երանգներ, նոր գուներանգների տարբեր բազաներ եւ այլն եւ այլն։ Հայկական գունամտածողության մեջ հիմնականում մեզ բնորոշ գույները խորհրդանշական տեսանկյունից մուգ կարմիրն է, արյան կարմիրը եւ մուգ կանաչը, որ մենք տեսնում ենք օրինակ Սյունիք Արցախյան տարազում։ Կարմիր հալավ կամ ներքնահագուստ եւ վրայից կանաչ ուրեմն վերնահագուստ տարբերակ։ Այս դեպքում շատ կարեւոր է հասկանալ երանգի արկայությունը, թե ինչ կոնցեպտում է օգտագործվում եւ արդյոք այդ երանգները համապատասխանում են գունամտածողությանը, թե ոչ։ Եթե դու դնում ես օրինակ մի կանաչ, որը որ մեզ բնորոշ չէ, միանգամից ստանում է իսլամական կամ մուսուլմանական դաշտ։ Տեսեք, ինչ հետաքրքիր դաշտի անցում կարող է լինել, չմտածելով, որ կարող է այդպիսի բան լինել։ Օրինակ պարախմբերի դեպքում շատ հաճախ օգտագործում են գույներ, որոնք որ բնորոշ են իսլամական աշխարհին։ Հիմա միգուցե հերոստատիտողը բարձրաձայնես հարցը ոնց գույները համամարտկային են, բոլորին են պատկանում։ Այո, գույները մարդկանց բոլորին պատկանում են։ Ցանկացած գույն դուք կարող եք առօրյա հագուստի մեջ կրել։ Բայց երբ խոսքը վերաբերվում է էթնիկ մշակույթ ցույց տալուն, բեմ բարձրանում եք ապարելու համար, չգիտեմ,
մշուխր, քոչարի, յարխուշտա, հա, դուք ձեր էթնիկ մշակույթն եք ցույց տալիս։ Այսինքն այդ գույնի ազդեցությունը արդեն փոխվում է բեմում եւ փոխվում է իր կոնցեպտում։ Հետեւաբար, երբ որ ասում են իսլամական դաշտ է տանում, դա չի շակում, որ եթե սարորյամ հագնում եմ այդ գույնի կանաչ, ուրեմն ես մուսուլման եմ։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը միայն էթնիկ դաշտի եւ մշակույթ ներկայացնելու մասին է, որը պետք է չափազանց զգուշավորությամբ մոտենալ։ Գույների խորհուրդները շատ հետաքրքիր են իրականում։ Կանաչը այս դեպքում բուսականության պտղաբերության խորհուրդ ունի, իսկ կարմիրը որպես այդպեսին շատ է օգտագործում հատկապես կանանց եւ տղամարդկանց տարազահամալիրներում, օրինակ գոգնոցը հիմնականում գրեթե բոլոր շրջաններում կարմիրի առկայությունը կամ առատությունն ենք այս դեպքում տեսնում, դոմինանտությունը, որովհետեւ ամբողջական որովայնը կամ զավակատունը փակում էր եւ նախ դա ցույց էր տալիս ամուսնացյալ կին լինելը եւ երկրորդը կարմիրը չարխափան եւ պաշտպանիչ գույն էր հանդիսանում հետագայում զարգացող սաղմի կամ փոքրիկի համար։ Այսինքն հենց այնպես չկա հայկական տարազում ինչ որ դետալներ կամ զարդանախշեր, որոնք որ իրենք ուղակի արված են էսթետիկ մատուցման համար։ Հայկական տարազահամալիրում ընդհանրապես էսթետիկան մղվում է երկրորդ պլան։ Առաջնային պլանը մարդու պաշտպանության եւ չարխափանության համակարգն է, երկրորդում նոր գունային բազայի առկայությունը կամ զարդանախշման համակարգը, որոնք տանում են դեպի էսթետիկայի դաշտ։ Գույներից օրինակ եկեղեցուն բնորոշ մանուշակագույնը շատ հաճախ տեսնում ենք։ Գրիգոր Տաթևացու մեկնությամբ մանուշակագույնը որպես այդպիսին հայկական իրականության մեջ ընդունվում է երկնային արքայության գույն։ Դա է պատճառը, որ հոգևորականների սև սքեմի ներքևի աստառը, հա, արվում է մանուշակագույն, որտեղ իրենք սև հագուստով ցույց են տալիս, որ իրենք աշխարհի կյանքից հրաժարվում են եւ ներքին կյանքով, այսինքն ներքին աստառակազմով փափագում են երկնային արքայությանը, այսպես ասած, նվիրվելուն եւ արժանանալուն։ Այսինքն ամեն գունային խորհուրդ ունի իր լուծումը այս դեպքում։ Սքո գույներին կարող ենք անդրադառնալ, շատ հաճախ այս գույների հետ կապված հետաքրքիր անդրադարձ է լինում։ Մենք պատկերացնում ենք, որ սքո գույնը հայկական իրականության մեջ միայն սևն է, բայց իրականում այդպես չէ։ Մենք ունեցել ենք 3 սքո գույն՝ սևներ, կապույտը եւ սպիտակը։ Սպիտակը որպես թաղման գույն, այսինքն սքո գույն հանդիսանում էր այն դեպքում, երբ որ մահացողը իշխան թագավոր էր, դասային աշճանը ցույց տալու համար եւ մահացողին եւ թափորին ուղեկցող հագցնում էին այդ գույնի հագուստներ։ Իհարկե իրենք տարբերվում էր թաղման կարգը եւս, որտեղ լալկան կանայք կային կամ եղերամայրեր, ովքեր սկսում էին այդ ամբողջ ծեսը իրականացնել լացուկոցով եւ այլնով, որը ցույց էր տալիս նաեւ դասային աշճանի եւ հարգված լինելու գաղափարը։ Ինչ վերաբերում է կապույտին, կապույտը համարվում էր որպես այդպիսին նախայկական իրականության մեջ չար աչքի դեմ գույն, աչքի ուլունքի հասկացողությունը մենք ունենք, որը հայկական չէ իրականում, որովհետև հայկական իրականության մեջ նազարի աչք կամ հավի աչք շատ հաճախ տարբեր անուններ են տալիս, այն աչքի ուլունքը, որը կախում են շատ հաճախ, դա հայկական ծագում չունի։ Մենք ունեցել ենք հայկական աչքի ուլունք հասկացողությունը այլ համակարգի մեջ, այսինքն դա եղել է ուղղակի կապույտ քարը կամ մարջան կարմիր քարը, որը Վան Վասպուրականում չարխափան էր։ Եղել են դրանք օրինակ դաղդղանի տեսքով, հա, փայտից փորագրված յուրատուկ դետալներ, որոնք որ չարխափան համակարգ են, փնջած հավկիթներ եւ այլն, շատ են այդ չարխափան զարդեր, կնիքներ եւ այլն։ Կներեք, իսկ այդ աչքի ուլունքը ինչ ծագում ունի։ Մուսուլմանական։ Դրա համար մենք փորձում ենք չկիրառել այդ դետալը, ամբողջ մուսուլմանական աշխարհը այդ դետալը ընդունում է որպես այդպիսին նազարի աչք կամ հավի աչք է անվանում, որտեղ հավի աչքի տափակ եւ կլոր ֆորման ունի, 3 գույներով է, մեջտեղում սև, սպիտակ օղակը եւ իհարկե ամբողջական կապույտ քարի վրա։ Ինչ վերաբերվում է սևին, որպես այդպեսին, հայկական տարազահամալիրներում մենք սև նկատում ենք 19-րդ դարի կեսից հետո տղամարդկանց հիմնական հագուստներում, բայց ոչ բոլոր շրջաններում, օրինակ մենք հանդիպենք Ալեքսանդրապոլի քաղաքային հագուստում, այնտեղ տեսնում ենք սև հագուստի ամբողջական կիրառություն, կամ չուխա-չերքեսկաների տարբերակում արևմտյան եւ արևելյան Հայաստանների շատ տարածաշրջաններում, բայց մենք սև չենք տեսնի կանանց հագուստում։ Ամենաշատը կարող լինի մուգ շագանակագույն։ Սևազգեստ կանայք իրենք հիմնականում որդի կորցրած կանայք էին, հա, կամ
չգիտեմ, երիտասարդ ամուսին կորցրածները, ով սքո նշան էր ցույց տալիս։ Ինչպես էին օրինակ իրենք սև հագուստ ունենում թաղման ժամանակ, որտեվ շատ հաճախ մենք գիտենք ֆիլմերից անգամ օրինակ Խաթաբալայի մեջ տեսնում ենք, երբ որ իրենք սև հագուստ են հագնում, քողը փոխարինվում է, այո, այդ լալկան կանանց մասին է ես ասում, փոխարինում են հենց քողով սև, իսկ այն ժամանակ շատ հետաքրքիր է, որ երբ որ ազգագրագետների մենք գրառումների դաշտային ազգագրական նյութերի մեջ կարդում ենք, տեսնում ենք, որ հագուստի սևությունը միայն ապահովում էր թաղման ժամանակ, այսինքն մահացողը երբ որ արդեն մահացած էր մարդը, այդ դեպքում մարդիկ, ովքեր սգավոր ընտանիքներ, իրենց հագուստները սև ներկով ներկում էին, այսինքն իրենք պահարանում սև հագուստ չունեին, որովհետև այդ սևը սգո վտանգի եւ այլնի նշան էր։ Խոսքը վերաբերում է 18-րդ դար, 19-ի կեսեր, որտեղ ես ասեցի տարածաշրջանները տարբեր են, հագուստի համալիրները տարբեր են, գունամտածողությունը իհարկե որոշակի գունամտածողություն կա ըստ տարածաշրջանների եւս, որտեղ Կարին էր զրումում հիմնական գունային դաշտը հանդիպում է մեզ մոտ մանուշակագույնը, կապույտը, կարմիրը, այդ նույն փոխհարաբերության մեջ այլ շրջաններում, օրինակ Արցախում մենք հանդիպում ենք մանուշակագույնին, մուգ կանաչին եւ կարմիրին, որոշակի կապույտի ազդեցություն եւս մենք տեսնում ենք։ Այս ինֆորմացիան, որը տվեցիք, իհարկե ոչ բոլորին է հասու, ոչ բոլորը չեն էլ հետաքրքրվում, շատերը այսպես ասենք, ինչ խորհուրդ կամ լուծում դուք կառաջարկեք որպես ազգագրագետ, որպեսզի կարողանանք խուսափել թուրքական արտադրանքի իրացումից որպես հայկական։ Դե տեսեք, բավական երկար արդեն ժամանակ, մոտավորապես 4 եւ 5 տարի շարունակ այդ արշավը ինչ որ սկսվել է իմ կողմից եւ մի քանի այլ մասնագետների կողմից, բավական մեծ արդյունք ունենք, որովհետեւ եթե այն ժամանակ 10 հոգի գիտեին, որ դա թուրքական է, հիմա մի ամբողջ բանակ կա, ով գիտի, որ դա թուրքական աղավաղված տարբերակ է արտադրանք, հայկական աղավաղված զարդանախշեր թուրքական արտադրությամբ։ Սա դրա ճիշտ մեկնաբանությունն է, հա, եւ շատերը գիտեն, որ դա այդպես է ու փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել տպագրական եղանակով, ասեղնագործության եղանակով, միևնույն է հրաժարվել այդ կտորներից։ Իհարկե մարդիկ կան, ովքեր այդ կտորները միջև վերջ օգտագործում են անգամ իմանալուց հետո, չգիտեմ ինչպես կարող ես դու իմանալ մի վտանգի մասին, որ քո երկիրը ուղղակի կազմաքանդելու է, բայց դու շարունակես նույն ոգով, նույն ձևով օգտագործել այդ կտորը, այսինքն հասկանալով դու քո մշակույթը տալիս ես ուրիշին։ Ի վերջո պետք է հասկանալ, սիրելի ժողովուրդ, որ այդ մշակույթը մեկ օրում չի ստեղծվել եւ ձեր պապերը ու տատերը տարիների ու դարերի ընթացքում իրենց ասեղի, թելի ու քրտինքի միջոցով ամեն մի զարդանախշի ու գույնի վրա աշխատել են։ Իսկ դուք, ովքեր որ օգտագործում եք ու շարունակում եք օգտագործել այդ կտորները, մեկ օրում նվիրատվություն եք անում ձեր թշնամուն։ Կնային հարուստ մշակույթը եւ այլն, որ մենք ունենք, պետք է օգտագործել ճիշտ։ Բոլորը չեն կարող լինել ճանաչել, լինել որպես մասնագետ։ Ես հասկանում եմ դա, որովհետեւ ոչ բոլորը կարող են բժիշկ լինել, ոչ բոլորը կարող են սանտեխնիկ լինել, հա, սրանք տարբեր հասկացողություններ են եւ նույնն էլ ազգագրությունն է եւ ոչ բոլորը կարող են իմանալ դրա մասին։ Օրինակ, եթե ձեզ վիրահատություն անհրաժեշտ լինի, դուք հաստատ տանը չեք վիրահատի ինքներդ ձեզ, այլ կդիմեք բժշկի, ով որ այդ գործընթացը կիրականացնի։ Հիմա ինչ դժվարություն կա դիմելու մասնագետներին հայկական զարդանախշի, հայկական տարազի, գույների, գորգերի մասին ստույգ տեղեկություն իմանալու եւ նոր սկսելու ձեր աշխատանքը։ Ոչ թե օրինակ Pinterest-ից կամ այլ կայքերից որոնել հայկական ինչ-որ կարպետ գորգ, բերի հյուսիս կովկասյան շրջանի գորգեր, կարպետներ կամ, չգիտեմ, օրինակ զարդանախշեր ու կամ տարազներ, դրանք վերցնել, կարել ու ասել, որ դրանք հայկական են։ Չէ, արեք այսպես, ասում անելուց հետո ոչ մեկին պետք չի ձեր հարցնելը, որովհետև պետք է հարցնել նոր անել, այստեղ վտանգը մեծ է եւ ժամանակի խնդիր ունենք մենք, հատկապես այս դեպքում, երբ որ ամեն օր ստացվում է այնպես, որ մենք ժամանակի կորուստի հետ միասին մշակույթի կորուստ ենք եւս ունենում։ Հետաբար դուք պետք է կարողանաք ռեսուրսները ճիշտ հաշվարկել եւ կարողանալ աշխատել այնպես, որ ոչ ձեր երկրի մշակույթը եւ ոչ էլ դուք չտուժեք եւ ունենաք բան փոխանցելու ձեր սերունդներին։ Շատ լավ, այսինքն կանխարգելել, ոչ թե հետո փորձել բուժել։ Միանշանակ։ Դա լավագույն տարբերակն է։ Շնորհակալ ենք շատ կարևոր հարցազրույցի համար։ Այս թեմայի մասին ինձ թվում է պետք է շատ խոսել, քանի որ տարածումը ակնհայտ է։ Ես նույնպես շնորհակալ եմ բարձրաձայնման համար եւ
ամեն օր պետք է թեկուզ մեկ կաթիլ պետք է անընդհատ կաթեցնել մարդկանց ականջին, որպեսզի մարդիկ հասկանան, որ այն վտանգը, որը սպառնում է մշակույթին, պետք է միշտ զգոն լինել եւ ամենակարևորը չլինել ինքնագլուխ, լինել կշռադատված, լինել մարդ, ով որ իր մշակույթը ճանաչում է այցելելով թանգարաններ, տարբեր աղբյուրագիտական հենքերից է ուսումնասիրում եւ ի վերջո ինքն է իր մշակույթի տերը ու պահապանը, որտեվ ձեզնից բացի ձեր մշակույթին ոչ մեկ տեր չի լինելու։ Դուք եք դերակրողը, դուք եք ձեր երկրի պաշտպանը։ Շատ լավ, շնորհակալություն շատ։ Եթերում ուղի խոսքն էր, հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։